Երկար ժամանակ ընդմիջում էի արել, ցանկություն չունեի ելույթ ունենալ YouTube-յան ալիքով, որովհետև այդ ելույթների իմաստը ես չէի տեսնում, բայց այժմ այն իրադարձությունները, ինչ որ կատարում է Հայաստանի շուրջ, Վրաստանի շուրջ, այդ ամենը մի որոշ չափով ինձ կոպիտ ասեմ ստիմուլ տվեց, խթանեց, որ ես իմ ասելիքս ասեմ, չնայած այս ասելիքս դժվար թե ինչ-որ նշանակություն ունենա մարդկանց համար, ունկնդիրների համար, բայց պետք է ասեմ, որ գոնե կարողանամ մեկ շաբաթ հանգիստ քնել։ Ուրախալի լուրեր կան իհարկե, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում բացվեց մետրոյի կանգառ ի պատիվ հայ համայնքին, իրանաբնակ հայ համայնքին։ Մենք գիտենք Նոր Ջուղայի համայնքը, Թեհրանում ապրող հայերը եւ այլն, եւ Սուրբ Սարգիս եկեղեցուց ոչ շատ հեռու է այդ մետրոյի կանգառի մուտքը։ Գիտեք ինչ, քրիստոնեական Աստվածածնի անունն է շոշափվում այդ մետրոյում, մետրոյի անվան հետ է կապված, մետրոյի անունը կապում են Աստվածածնի հետ եւ քրիստոնեական մյուս բոլոր արժեքների հետ։ Դա շատ գովելի է, շատ հաճելի է լսել հատկապես, եթե դա իսլամական պետության մեջ է կատարվում, բայց շատ տհաճ է տեսնել, որ առաջի քրիստոնյա ազգի մոտ հակաքրիստոնեական եւ հակաեկեղեցական գործունեություն է կատարվում։ Շահարկելով ամենայն հայոց կաթողիկոսի անձը, պարզ տեսնում ենք, այստեղ դրսից մենք պարզ տեսնում ենք, որ ամբողջ այդ շարժումը, այդ երևույթը ուղղված է ոչ թե անձամբ կաթողիկոսի դեմ, այլ հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ։ Եվ ցավալին այն է, որ հայ ազգը պատմության մեջ մտել է որպես պետականորեն առաջինը քրիստոնեություն ճանաչած եւ ընդունած ազգ, այժմ նա կմտնի պատմության մեջ առաջին ազգ, որը հրաժարվում է քրիստոնեությունից, անկախ նրանից կսրբադասեր Հռոմի կաթոլիկ եկեղեցին հայր Իգնատիոս arczepiskopos Մալոյանին, թե ոչ։ Մինչև այդ սրբադասումներ սկսվել այդ շարժումները հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ, դա շատ եւ շատ ցավալի է։ Եկեղեցու ներսում վերափոխումներ գուցե պետք է, ես չգիտեմ, դա ես այն մարդը չեմ, որ իրավունք ունենամ ինչ-որ բաներ խոսել եկեղեցու եւ վեհարանի հասցեին։ Գուցե պետք է, բայց այդ պետք, եթե դա պետք էր, ապա դա պետք է արվեր ներսում եկեղեցու բարձրաստիճան հոգևորականության միջնորդությամբ եւ անմիջական մասնակցությամբ եւ ոչ թե այսպես մասսայական դարձնել եւ խայտարակել հայաստանյաց առաքելական եկեղեցին։ Հռոմի պապեր են ունեցել, Վատիկանը շատ պատրիարքներ են եղել, Բարոյա զրկված եւ այլն, Բորջիան ձեզ օրինակ լինի, բայց այսպես ոչ մի ժողովուրդ իր հոգևոր առաջնորդներին չի խայտարակում, բայց գիտեք ինչ է, խայտարակելով, վարկաբեկելով, չհիմնավորված ձևով վեհափառին, դուք վարկաբեկում եք ինքներդ ձեզ, դուք գիտեք, ինչպես կուզեք այնպես էլ ապրեք, այս պարագայում, երբ որ ամենայն հայոց կաթողիկոսը վարկաբեկվում է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության կողմից, Սփյուռքը պետք է դրսևորի իր կեցվածքը, նա միայն Հայաստանի կաթողիկոս չէ, նա ամենայն հայոց կաթողիկոս է, եւ միայն հայաստանաբնակ հայերի որոշելունը չի մայրաթորի ճակատագիրը եւ հատկապես կաթողիկոսի ճակատագիրը։ Մենք երկու դեպք ենք ունեցել պատմության մեջ, երբ որ կաթողիկոսները հրաժարվել են, վիրավորվելով ժողովրդից եւ այլն եւ այլն։ Մեկ դեպքը դա հենց Գրիգոր Լուսավորիչն էր, որը թողեց մայրաթորը եւ գնաց ճգնելու Սեպուհ լեռան ծերպերում, հետո գտնվեց նրա մասունքները։ Երկրորդը դա Եփրեմ կաթողիկոսն էր,
որը տառապելով պալարախտով, դա տուբերկուլոզ հիվանդությունն է, ուներ առնախխումներ եւ ինքը վարակիչ էր։ Ինքնակամ թողեց հեռացավ, որպեսզի վարակը չտարածվեր ոչ հավատացյալների մոտ, ոչ եկեղեցական դասի մոտ։ Այսօր վարկաբեկում է վեհափառի անձը։ Նվաստից կարծիքով ներկայիս մեր կաթողիկոսը հայ ազգի համար շատ լավ կաթողիկոս է, շատ լավ։ Ես այդպես եմ կարծում։ Այսօր այս ելույթը հենց Էջմիածնեցոց եկեղեցու գավիթում ենք մենք գրանցում ձայնագրում։ Այս եկեղեցու վերականգնումը, հայարտուն կենտրոնի ստեղծումը եւ այլն ամեն ինչը կատարվել է ներկայիս վեհափառի ջանքերով։ Եվ այն ժամանակ Թիֆլիսահայության գահակալ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի ջանքերով։ Եթե այսօր Թիֆլիսում գտնվում են հիմարներ, որոնք խոսում են աջ եւ ձախ, ճիշտ ու սխալ, եկեղեցու հասցեին, կաթողիկոսի հասցեին, նախկին մեր առաջնորդի հասցեին, ապա ես նրանց միայն եւ միայն կարող եմ ցավակցել։ Դրանք այդ մեծամասնության թափթփուկներն են, որոնց ուղեղը մոխրագույն նյութի, մոխրագույն շերտի դեֆիցիտ է կրում եւ նրանք տառապում են մոխրագույն շերտի դեֆիցիտով, այսինքն ազատ մարդիկ են, ազատ են նույնիսկ բանականություն կոչված կապանքներից։ Այո, նրանք ազատ են եւ թող ազատ այդպես ապրեն, քարշ տան իրենց խղճալի գոյությունը եւ ողորմելի ձևով ապրեն։ Ապագա սերունդները նրանց ճիշտ գնահատական կտան, բայց արդեն կլինի շատ ուշ, շատ ուշ։ Ինչպես ասեմ, ցավոք սրտի այսպես է կատարվում։ Հայ ազգը ավարտում է իր պատմական ճանապարհը, վերջին էջը շրջում ենք արդեն եւ վերջ, այս է ասելիքս շատ ցավոտ է, շատ խորը ցավ եմ ապրում ես անձամբ, կան մարդիկ մեր մոտ Թիֆլիսում հայեր, որոնք նույնպես շատ խորը ցավում են այս ամեն ինչի համար, բայց դե մենք չունենք ոչ մի ռեսուրս պաշտպանելու մեր մայրաթոռը, մենք չունենք այդ ռեսուրսները, նրանք ովքեր ունեն այդ ռեսուրսները, եթե կարող են թող կիրառեն, իսկ եթե չեն կարող կիրառել, գոնե ձայները կտրեն, նստեն եւ այս Facebook կոչված աղբանոցում ավելնորդ հիմարություններ չգրեն մեր բարձրաստիճան հոգեվորականության հասցեին։ Սրանով ես ավարտում եմ իմ ասելիքս եւ շնորհավորում եմ հայ ժողովրդին, հատկապես հայաստանաբնակներին, որ իրենք մտնում են պատմության, ստեղծում են պատմության մի այնպիսի էջ, որտեղ կգրվի, որ հայ ժողովուրդը առաջինն էր, որը հրաժարվեց քրիստոնեական արժեքներից։ Ձեզ համար օրինակ ծառայեց Ֆրանսիայում օլիմպիական խաղերի բացումը, եւ դուք դրանով թևավորված շարժվեցիք մայրաթոռի դեմ։ Աստված ձեզ չի ներելու։ Ձեր սերունդների կերած կաթը պետք է թարախ դառնա նրանց բերանում։ Իսկ օրորոցի մեջ պամպերսները միշտ արյունոտ են լինելու։ Դուք իմացեք, որոշեք ինքներդ ինչ եք անում, ու ինչպես կուզեք, այնպես էլ շարժվեք։ Ես թքած ունեմ արդեն ամեն ինչի վրա։ Կեցե մայրաթոռը, կեցե Հայաստանից առաքելական եկեղեցին, կեցե հայ ազգը իր փոքրամասնությամբ, եթե նա կա, ցավում եմ, բայց ես փոքրամասնությունը չեմ տեսնում։ Այսօր ամբողջ լծակները տրված են մեծամասնության ձեռքը։ Եվ այդ մեծամասնությունը քանդում, ավիրում է հայ ազգի պատմական հիմքերը եւ անցյալը։ Առանց անցյալի չկա ներկա, իսկ ներկան եթե չկա, ապագա չի կառուցվելու։ Կեցեք, ապրեք, շնորհավոր ձեր այս հայ ազգի նոր ցեղասպանությունը հայաստանցիների կողմից, ապրեք, ոչ ոքի չմեղադրեք ձեզանից բացի։